Կողմ 107 դեմ չկա, ձեռնպահ 4, որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը, առաջին մաս 11-րդ հարց։ Քվեարկություն։ Նիկոլ Փաշինյան, վարման կարգի վերաբերյալ։ Շնորհակալություն, տիկնակ եւ պարոնայք, կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ազգային ժողովում հայտարարեց, որ կենսաթոշակի բարձրացման արդյունքում 32,000 մարդ կհաղթահարի աղքատության գիծը, երեք քննարկման արդյունքում պարզվեց, որ 32,000 մարդ այս օրենքի նախագծով Պարոն Փաշինյան, բովանդակային քննարկում Ես դիրքորոշում եմ արտահայտում քվեարկության հետ կապված։ Դիրքորոշումը ձեր արտահայտեք։ Բայց թողում եք, որ արտահայտենք։ Ձեր դիրքորոշումը արտահայտեք։ Երեք քննարկման արդյունքում պարզվեց, որ աղքատության ոչ թե 32 Անջատել Նիկոլ Փաշինյանի խոսափողը։ Նաիրա Զոհրաբյան, Շնորհակալություն, ես ուզում եմ վերահաստատել Բարգավաճ Հայաստանի դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ, որտեղ երկուսն էլ քվեարկվում են նույն վերնագրով, այո, որոշակի անհամաձայնություն ունենալով, որ առավել մեծ ստաժ ունեցողների գործակիցը բովանդակային քննարկում չէ, մեր դիրքորոշումն է, որ այո, քվեարկում են կողմ, որպեսզի 10 տարվա ստաժ ունեցողները չզրկվեն կենսաթոշակի բարձրանալուց։ Ալեքսանդր Արզումանյան, պարոն Փաշինյան, հանգիստ պահեք ձեզ, կանոնակարգը մի խախտեք։ Վարման կարգի վերաբերյալ բոլոր խոսք խնդրողները ձայնը ստանալու են։ Ալեքսանդր Արզումանյան, վարման կարգի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Վարման կարգի վերաբերյալ նշանակում է, որ պատգամավորը իր դիրքորոշումը հաստատում է կողմ է քվեարկում, թե դեմ է քվեարկում եւ այդ դիրքորոշումը արտահայտելու համար պետք է ասի ինչի համար է դեմ կամ կողմ քվեարկում եւ սա չի կարող համարվել բովանդակային քննարկում, սա ընդամենը դիրքորոշման ճշգրտում է, որը ընդունված է ցանկացած միջազգային կազմակերպությունում, ցանկացած խորհրդարանում եւ խնդրում եմ մի ընդհատեք պատգամավորներին իրենց դիրքորոշումը հստակեցնելու ժամանակ։ Շնորհակալություն։ Շատ բարի։ Քվեարկություն։ Վարման կարգի վերաբերյալ Զարուհի Փոստանջյան։ Տիկին Նաղդալյան, դուք արդեն չարաշահում եք ձեր պաշտոնական դիրքը, երեք նույնպես չարաշահեցիք եւ այդտեղ նստած դուք փորձում եք ոչ միայն ընդհատել մեր ազատ խոսքի իրավունքը, այլ նաև այդտեղից ռեպլիկներ եք բարձրացնում, որը հարիր չէ, ոչ տիկնոջը, ոչ էլ նիստը վարողի։ Տիկին Փոստանջյան, դուք վարման կարգի վերաբերյալ չեք խոսում, անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը։ Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ բոլորիդ խնդրում եմ, կանոնակարգի համապատասխան հոդվածը ուշադիր ընթերցեք, ես պահում եմ կանոնակարգի տառն ու ոգին, որևէ խախտում չեմ թույլ տալու եւ բոլոր քննարկումները ընդամենը վարման կարգի վերաբերյալ տվյալ հարցի քվեարկությունից առաջ կամ հետո։ Քվեարկություն։ Կողմ 96 դեմ 10 ձեռնպահ 4 որոշումն ընդունվել է։ Վարման կարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյան։ Ես դեմ քվեարկեցի այս օրենքի նախագծին, որովհետև այս օրենքի նախագիծը չի կատարում կառավարության ղեկավարի խոստումը, որ 32,000 մարդ պիտի հաղթահարի աղքատության գիծը։ Այս օրենքի նախագծով 32,000 մարդ հաղթահարում է ընդամենը աղքատության ծայրահեղ գիծը։ Տարբերությունը հասկանալու համար ասեմ, որ աղքատության ծայրահեղ գիծը 21,732 դրամ է, իսկ աղքատության գիծը 37,044 դրամ է։ Այսպիսով կառավարությունը խոստացածից 16,000 դրամով պակաս է բարձրացնում կենսաթոշակը։ Ինչպես տեսնում եք, ես նաև թույլ տվեցի բովանդակային քննարկում, ոչ թե վարման կարգի վերաբերյալ։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսական համահարթեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Առաջին մաս 6-րդ հարց քվեարկություն։